Իրականում հա, բավականին երկար ժամանակը չեմ խոսել ու ինձ թվում է այդ խոսելը հենց այդ է ինքը այնքանով հատկանշական, որ պետք է ներսդ լիքը լինի, որ խոսաս։ Դատարկ տեղից բան չի ելնում, զնգոց է ելնում դատարկ տեղից մենակ։ Դրա համար պետք է ներսդ ինչ-որ լիքը լինի, էփոցիները լինի, որ կարողանաս խոսաս, խոսալը ինքը ուղղակի չի գալիս։ Ու ես միշտ զարմացել եմ ու զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր կարող են ուղղակի խոսան։ Դա հեշտ բան չի։ Ու հա, բայց այսօր լինում է ինչ-որ պահեր, որ մտքերից լիքը բաներ են գալիս, որ մտածում եմ արժեր խոսել բան, բայց հետո պետք է այնքան կարևոր դառնա, որ կարողանաս խոսաս։ Այնքան պետք է իր էմոցիայով քեզ վառի օրվա մեջ, որ իմաստ դառնա, որ թեմա դառնա, որ կարողանաս կասնստես ու խոսաս։ Հա, այս վերջերս իրականում այն հարցը, թե մարդը ոնց է էլի, ոնց է լինում, որ մարդ կա, որ սիրում է իրան հարցադրումներ անի, մարդ էլ կա, որ չի սիրում իրան հարցադրումներ անի, իր համար ամեն ինչ պարզ է, ու այդ տարբերությունն է էլի ինձ հետաքրքիր։ Ու ոչ միայն այդ տարբերությունն է հետաքրքիր, այլ նաև հետաքրքիր է թե այն մարդը, որ ինքը չի սիրում ինքնահարցադրումներ անի, ինչից է սովորում, իր սովորելու process-ը որն է, ոնց է տեղի ունենում դա։ Որովհետև ըստ իս սովորելու process-ը ինքը ըստ իմ փորձի, թե իմ մոտ ոնց է դա տեղի ունենում, դա ինքնահարցադրումն է։ Երբ որ դու մի բանը տեսար, դա վերցրեցիր ու հիմա սկսում ես արդեն քո ներսը քուջուջ անել, թե այդ ինչ երևույթ էր, ոնց կատարվեց, խի կատարվեց, ինչից դա եկավ, ինչ հետևանք թողեց քո վրա, ինչից քեզ ուր բերեց, ուր հասցրեց, դու վերցրիր արդյոք դրանից այն ինչ որ պետք է վերցնեիր, թե տենց էլ չհասկացար այդ ինչի մասին էր։ Ես ինչ եմ դրա մեջ զգում, ինչ է իմ հետ կատարվում։ Այդ հարցադրումները, երբ որ մենք չենք տալիս, ինձ թվում է մենք չենք էլ կարողանում կորզենք այդ ամեն ինչից այն ինչը որ մեր համար երևի թե հարկավոր էր որ վերցնեինք։ Ու միշտ դա ոնց որ դարել է ինչ որ տեխնիկա, որ անընդհատ դու դրա միջով անցնելով, անընդհատ դու ինքդ քեզ հարց տալով հասկանաս թե այդ երևույթի իմաստն ինչումն է։ Պապաս ինձ միշտ ասում էր, որ պետք է ինքդ քեզ հարց տաս, որովհետև խնդիրները լուծվում են ինքդ քեզ հարց տալով։ Եթե դու ուզում ես խնդրի բուն էությունը պարզես, եթե դու ուզում ես խնդրի բուն խորքը պարզես, պետք է դու այդ խնդրի հետ նստես դեմ դիմաց ու սկսես հարցեր տալը։ Հիմա մեր մեջ եկել է գոյացել է ինչ-որ խնդիր, որը որ մեր համար խնդիր է։ Մենք դա որպես խնդիր ենք դիտարկում, բայց պետք է, չէ, դրա դիմաց նստել ու հարցնել, թե ինչումն է կայանում քո լինելը, ինչ ես դու եկել, ինչ ես դու քեզ ինձ ներկայացնում, ինչ ես դու ինձնից ուզում ու ես ինչ կարամ քո համար անեմ։ Այդ սաղ, որ դու գումարում ես իրար, հասկանում ես, թե քեզ ինչ է դրանից պետք, դու ինչ ես դրա մեջ ներդնելու, դու կարողանում ես գնաս խորքը ու պարզես դրա բուն իմաստը, թե դա վաբշեխի գոյություն ունի։ Ինքնահարցադրումը տիեզերական մեթոդ է, որը որ մարդուն կապում է մի հատ տեխնիկայի հետ, որը որ խորությամբ տանում է դեպի ինքը իրան։ Մարդուն կարողանում է բերի մի հատ միջավայր, որտեղ որ ինքը իր հետ անտանելի խաղաղվում, ինքնաճանաչվում, ինքնապարզվում է, դառնում է զուլալ ջուր, որովհետև կարողանում է արդեն յուրաքանչյուր վիճակին, յուրաքանչյուր երևույթի հետ բախման պահին ինքը հասկանա, թե այդ ինչ է իրանից ներկայացնում, ինչ է ստեղ իմ անելիքը, ես ինչ ունեմ սրանից վերցնելու, ինչ ունեմ սրան տալու։ Ու հետո երբ որ այդ ինքնահարցադրումները արդեն մարդու մոտ ձևավորվում են, նաև մարդու մեջ ձևավորվում է դիմացիններին հարց տալու հնարավորություն։ Մարդը դառնում է շատ էմպաթիկ, մարդը դառնում է շատ զգայուն իր միջավայրի մարդկանց նկատմամբ, մարդը դառնում է շատ խորաթափանց ու կարողանում է մյուսների ցավը տեսնել, մյուսների
դարդը տեսնել, այդ դարդը իր հարցադրումների միջոցով կիսել։ Ինձ թվում է դրանից հիասքանչ հնարավորություն, դրանից հիասքանչ ինչ տեխնիկա, գործիք գոյություն չունի, ինչը որ մարդ պետքա սովորի, որովհետև մենք լինելով սոցիալական էակներ ու բոլորս ապրելով միջավայրների մեջ մարդկային, մարդուն ինչ է անհրաժեշտ, մարդուն անհրաժեշտ է կիսել։ Դու ինչ էլ որ տալիս ես, ինչ էլ որ ստանում ես կյանքում, ինչքան էլ որ ունես, ինչքան էլ որ առոք-փառոք մարդ կարա լինի, իր ֆինանսական աշխարհում, իր կյանքում ինքը իր տանը, իր շեմի ներսում բան, բայց մարդու կարիքները, որոնք որ որոշ կարիքներ, որոնք որ շատ դոմինանտ են, մարդուն ամեն օր հիշացնում են դրանց մասին։ Ու դրանցից ամենաառաջնայիններից մեկն է սոցիալիզացվելու կարիքը։ Միջավայրում կիսելու, կիսվելու, կարողանալու խոսել, բացվելու։ Ու դրա համար անհրաժեշտ է մարդը, որ կարողանա նախ եւ առաջ ինքը իր հետ պարզ լինի, որ կարողանա ինչ-ինչ մեթոդներ կիրառի իր բացվելու համար, որ կարողանա ինքը բացվի։ Նախ եւ առաջ ինքը իր դեմ բացվի, ինքը իր մեջ բացվի։ Որ հետո կարողանա ինքը դրսի աշխարհ դուրս գա, շեմից դուրս գա ու կարողանա միջավայրի հետ էլ բացվի, կարողանա իմանա թե ինչ տեխնիկա կիրառի միջավայրում, որ մարդկանց կարողանա նաև բացի իր հետ շփման արդյունքում։ Բարեբախտաբար թե դժբախտաբար մեր միջավայրում գտնվող լիքը մարդիկ այդ տեխնիկաներին չեն տիրապետում, որի արդյունքում իրանք դժվարանում են շփումներ հաստատել մարդկանց հետ, դժվարանում են խոսել, դժվարանում են իրանց մասին պատմեն, դժվարանում են իրանց ցավի մասին պատմեն, իրանց ուրախության մասին պատմեն, դժվարանում են, այդ մարդիկ այդ փորձը չունեն։ Բայց այդ փորձը ինձ թվում է ոչ միայն գալիս է, մենք շատ ենք, չէ՞, դի կապում նրա հետ, որ գիտես ինչ ընտանիքը, բանը, էսի են եւ այլն։ Այդ փորձը նաեւ գալիս է մարդու իրանից, էլի, հենց մարդուց։ Թե ինչքանով է ինքը փորձել, ինչ որ տեխնիկաներ կիրառի ինքը իր նկատմամբ, հենց ինքնահարցադրման տեխնիկան, որ այդ ինքնահարցադրման միջոցով ինքը բացի իր մեջ այդ բլոկը, որ կարողանա հարցեր տա։ Ու երբ որ մարդը ինքը իրան հարց է տալիս, ինքը նաև ունակ է ինքը իրան լսելու։ Դու հարց ես տալիս ներս, հարց ես գցում ներս, ու ներսում սենց ինքը պտտվում, շղթայա կազմում, պտտվում, այդ հարցը 1000 տարի, կարող է 1000 տարի չէ, կներեք, բայց 1000 անգամ կարա ինքը պտույտ կատարի։ Ու հետո ինչ որ մի քանի օր հետո ինքը ինչ որ պատասխանով դուրս գա ու քեզ հանդես կա, ասի, հոպ էսա քո պատասխանը եղբայր։ Սրա մասին էր խոսքը։ Ու դու այդ պահին բռնես արա ասես, հա, ախպեր, հենց այդ էր թեման։ Ու երբ որ այդ տեխնիկան քո մեջ զարգանում է, դու արդեն ազատ ես լինում։ Ազատ ես լինում մարդկանց հետ հարցեր բարձրացնել, խոսել, հարցեր տալ ու լսել։ Բոլորս մեծ կարիք ունենք նաև լսելու, չէ՞։ Բայց բոլորս չենք հագենում, երբ որ մեզ լսում են, որովհետև այդ կարիքը ինքը չի գոհանում։ Մարդ անընդհատ ինքը ուզում է ամեն մեկն ու իր հերթին ուզում է խոսի։ Այդ լսելու պունկտը պակասում է, լսելու տեղը, կետը։ Ու երբ որ բոլորը փորձում են մենակ խոսեն, լսողներ չեն լինում։ Ու լսելը էդի ամենահանգստաբեր բանն է մարդու համար։ Ու մարդը կարա մարդուն լսի այն ժամանակ, երբ որ ինքը իր ներսը կարում է լսի։ Երբ որ ինքը իրան հարցադրում է ուղում, ու հետո այդ հարցադրումը 3 օր, 4 օր հետո կամ մի քանի ժամ հետո ինքը ներսից դուրս է գալիս ու ասում է, «Էս էլ քո պատասխանն է, եղբայր»։ Ու դու բռնում ես այդ քո վրա, ասում ես, «Ճիշտ է, այդ էր»։ Ու հետո այդ տեխնիկան, երբ որ դու կիրառում ես դիմացինների հետ, երբ որ դու հարց ես ուղում, դու սենց ֆոկուս եղած, խորաթափանցորեն ուզում ես կլանես այդ մարդը թե ինչ է ասում։ Ու ցույց տաս, որ իր ասածը կարևոր է քո համար։ Ինչքան որ կարևոր էր այն հարցը, որը որ դու քո ներսում քեզ էիր տվել։ Իսկ մարդիկ իրարից չեն կշտանում, չեն հագենում, իրար հետ իրանց անցկացրած ժամանակից հետո դատարկ են հետ գնում, տուն են գնում,
ու այդ դատարկ զգացումով են գնում, երբ որ իրանք զգում են, որ դիմացինը ինքը չի կարում լսի, դիմացինը մենակ ուզում է ասի, իսկ երբ որ դիմացինը մենակ ուզում է ասի, մարդ պետք է թողի, որ այդ մարդը ասի, այնքան ասի, մինչև պրծնի այդ իր ներսի ասելիքը, որովհետև եթե մարդ ուզում է շատ ասի, դա նշանակում է այդ մարդը դրա կարիքը ունի, ու ոչ թե մենք պետք է դրան պիտակ կպցնենք ու ասենք, արա տես, ինչքան շատ է խոսում, հերթել չի տալի խոսալու, այդ մարդը շատ ժամանակ կարա չզգա, որ ինքը էդի ուղղակի ինքը այնքան կարիք ունի ներսից դուրս հանելու իր ասելիքը, որ ինքը այդ պահին մենակ ֆոկուս ա եղած դրա վրա, այդ մարդը չի գիտակցում այդ պահին, որ ինքը լսելու ունակ չի, ինքը ուզում է մենակ խոսա։ Այդ մարդուն այդ ժամանակ ուղղակի լսելա պետք, պետք է լսենք, որովհետև դառնում անենց, երբ որ մարդիկ հանդիպում են ու ամեն մեկը պետք է իրանն ասի, որ դուրս հանի, այդտեղ լսողներ չկան, երկուսն էլ ուզում են մենակ ասեն, ու դրանից ելնելով մարդիկ գնում են տուն դատարկ, բայց դրանից ավելի սիրուն զգացում չկա, երբ որ մարդը խոսում է քո հետ, դատարկվում է, այդ բեռը կիսում է հետդ, բայց այդ բեռը չի գալիս նստում ուսերիդ, հետո դուք թեթևացած եք հեռանում, որովհետև դու զգում ես, թե այդ մարդը ինչքան թեթևացավ քո հետ խոսալուց։ Այս ամեն ինչը ինքը աշխատանք է, ու աշխատանքը առաջնահերթ ինքներս մեր հետ, այսինքն պետք է դրսի հետ աշխատանք չի, երբ որ մարդը կարողանա գնա ու ուզենա լսի։ Մարդը նախ եւ առաջ պետք է ինքը իրան լսած լինի, որ հետո կարողանա գնա դրսի աշխարհում մարդկանց կարողանա լսի։ Ու մարդիկ իր դեմ բացվեն, իր հետ բացվեն, կարողանան իր հետ խոսեն։ Հիմա շատ է տենդենսը, չէ, հոգեբանների բանի։ Այդ տենդենսը կա զուտների համար, որովհետև մարդիկ իրար չեն լսում էլ։ Մարդիկ էլ իրար լսել չգիտեն, չեն կարում։ Կյանքը այնքան արագացել, որ բոլորը այդ իրանց ինֆորմացիան խտացրած ստանում են ամեն օր։ Ու այնքան շատ են էդի ստանում, որ չեն հասցնում, ուզում են մենակ խոսան, ասեն, պատմեն։ Ու երբ որ բոլոր մարդիկ, այսինքն բոլոր մարդիկը որն է, երբ որ մարդիկ հանդիպում են իրար, ու երկու հոգին էլ ինքը լիքը ինֆորմացիայի պաշարով գալիս է, որ պատմի, հիմա թե դարդ կա, ցավ կա, տխրություն, թե ուրախություն կա, դա կարևոր չի։ Մեկը մյուսին հերթ չտալով, այդտեղ արդեն էլ զրույցը կոմունիկացիան կորում է, որովհետև այդտեղ արդեն մարդկանց կոկորդները փակվում է, քանի որ իրար հերթ չեն տալի խոսալու։ Իսկ երբ որ մեկը մյուսին հերթ տա խոսալու, այն մյուսը կխոսա այնքան, կջոգի, որ խոսած այդքան, ու արդեն այս մարդու հերթն էլ կհասնի, որ ինքը խոսա։ Բայց կարա նաև այնց լինի, որ այդ մարդը այնքան խոսա, որ քեզ հերթել չհասնի խոսալ։ Էդ էլ կարա լինի։ Բայց այդ պարագայում շատ ավելի լավ է լսելը, քան թե կոնտր ընկնելը ու ուզելը դու էլ քո ասածը ասես, էլի հասկանում ես։ Բայց վերադառնամ իմ խոսքին, որ ամենից ամենակարևորը այն է, որ մարդը կարողանա ինքը իրան լսի։ Ամենից ամենակարևորը, որ մարդը կարողանա ինքը իրան հարցեր տա ու ինքը իր հետ խոսելու ձև ունենա, մեթոդիկա ունենա, թե ինքը ոնց է իր ներսի հարցերը բարձրացնում, ինչ տոնով է բարձրացնում ու ոնց է ինքը իր հետ բարձում այդ հարցերը։ Ոնց է ինքը կարողանում այդ պատասխաններին գա, ու երբ որ մարդ այդ տեխնիկային սկսում է տիրապետել, իր դեմ աշխարհը բացվում է։ Ու մարդը կարողանում է յուրաքանչյուր տեսակի մարդու հետ կոմունիկացվի, հետաքրքրություն գտնի, կարողանա հարց ուղղելու ճիշտ ձևն իմանա, ու այդ ձևի հետ մեկտեղ կարողանա անենց դառնա, անենց լինի, որ մարդիկ ուզենան բացվեն քո հետ, որովհետև դու կարողանում ես այդ հարցը ուղղես։ Ու դրա մեջ նաև կա մի հատ հատկանշական կետ, որ երբ որ մարդը հարցը ուղղում է, ինքը իրան նախապես պետք է ի սրտե ուղղի այդ հարցը։ Ու հետո երբ որ մարդը սովորում է ի սրտե զգալ, ի սրտե հետաքրքրություն ունենալ այդ հարցի լուծման նկատմամբ, ինքը կարողանում է նաև դրսի աշխարհի հետ կոմունիկացիայի ժամանակ էլ ի սրտե ուղղելու հարցեր, ոչ թե ուղղակի ուղղելու հարցեր, այն որ ինչ կա, չկա, ոնց է բան, ու դու զգում ես, որ այդ հարցի մեջ նյութ չկա։
ամենակարևորը այն է, որ հարցի մեջ նյութ լինի, որ հարցի մեջ էներգիա լինի, որ մարդը դա լսելով այդ հարցը զգաս, որ այս մարդը իրոք հետաքրքրված է քո որպիսությամբ, թե դու ոնց ես։ Ես օրինակ ինքս իմ վրա աշխատում եմ, երբ որ ես ինչ որ մարդու հարցնում եմ ոնց ես, ես փորձում եմ սրտիցս բերեմ այդ իմանալու ցանկությունը, ոնց ես եղբայր։ Էներգիա տամ դրա հետ, որ այդ մարդը զգա, որ ես իրոք ուզում եմ իմանամ ինքը ոնց է, թե չէ օդի մեջ խոսքը ինքը 0 է, ինքը բացարձակ էներգիա չունի, իսկ մարդը դա զգում է, երբ որ ուղղակի են իրան այդ հարցը ուղում, ոնց ես։ Ես շատ ժամանակ այդ ուղղակի ուղված հարցին չեմ էլ ուզում պատասխանել, ոնց ես ապեր։ Ինչ ասեմ։ Եթե պետք է ուղղակի լինի այդ հարցը, լավա չլինի, բայց թող լինի այն ժամանակ, երբ որ ինքը ուղղակի չի, որովհետև այդ է բերում մարդկային մտերմության։ Երբ որ դու տեսնում ես, որ դիմացինը իրոք հետաքրքրված է ու հետաքրքիր է իրան, թե դու ոնց ես։ Հիմա կարող է ուզենա, որ վատ լինես, բայց հետաքրքրված է հարցնում։ Դրա համար էլ պետք է ասես լավ եմ, շատ լավ եմ։ Հա, այդ ամեն ինչը կա, բայց հիմա այս ամեն ինչը բերենք կապենք հենց մեր զրույցի սկզբի հետ, որ շատ կարևոր է, թե դու ոնց ես հարցնում ու շատ կարևոր է, թե դու ինքդ քեզ ոնց ես հարցեր ուղղում։ Ու հետո դու քո մեջ արդեն բալանսավորում ես, թե դու ոնց հարցը ուղղես ինքդ քեզ, որ ամենա մեղմը հնչի ու այդ հարցը կարողանա քեզ բացի, ոչ թե բլոկավորի, որովհետև մարդիկ կան անենց են հարցը ուղղում, որ դու բլոկ ես ընկնում, ասում ես եղբայր, չեմ ուզում այս հարցին պատասխանեմ ես։ Հենց այդ է, մարդը պետքա մարդու նկատմամբ, այսինքն մարդը նախ եւ առաջ ինքը իր նկատմամբ այնքան նրբանկատություն պետքա ունենա, վարվելակերպ պետք է ունենա, վարվելու ձև ունենա, որ դու կարողանաս որ դու ինքդ կարողանաս քո դեմ բացվես, հետո նոր աշխարհ դուրս գալուց մարդկանց հետ շփվելուց իմանաս ոնց խոսաս։ Հայաստանում ինչ-որ բան է, չէ՞ ելնում։ Ինչ-որ լիստով միտեղ պետք է զանգես, զանգում ես հետաքրքրվում ես, զանգում ես, ես օրինակ զանգում, ասեմ բարև ձեզ, նախ եւ առաջ ասում բարև ձեզ։ Ոչ գիտեմ, այնտեղ անունը գրած, ասենք թե Աշոտ։ Աշոտն է։ Ես գիտեմ իմ Աշոտն է, կարա ջահելը լինի, ահելը լինի, ես չեմ իմանում։ Զանգում եմ, ասեմ բարև ձեզ։ Բարև ապեր։ Արա մտածում ես, ասում ես խի ես այտենց պատասխանում ինձ, էլի խի է այտենց։ Նա ես քեզ զանգել եմ, նորմալ ձև եմ, չէ, նորմալ մոտեցում եմ տալիս։ Բայց դու այդ մոտեցմանս ի պատասխան, բարև ապեր, ասենց ինչ որ էլի, հա։ Ինչ որ տոն կա դրա մեջ էլ դրած են, որ արա ասում ես խի էլի, ինչի ասենց։ Խի այս պատասխանը ասենց հնչում էլի։ Ու արդեն բլոկ ես ընկնում։ Էլ չես ուզում այդ մարդու հետ ինչ որ գործ բռնես։ Ինչ նպատակով զանգել էր, չգիտեմ, զիլ էր, պետք է գար զիբիլ տանեիք թափեիք, օրինակ եմ ասում, արդեն չես ուզում այդ մարդու հետ գործ բռնես կամ չգիտեմ, մի բան ծախում էր, ուզում էր այդ հայր տեն այր, որովհետև այդ սաղ մոտեցումից է գալիս, թե այդ մոտեցումը ոնց է քեզ ուղված, ու երբ որ այդ մարդը քեզ պատասխաներ բարև ձեզ, հա, ինչ որ չգիտեմ, ու դու ասես զանգել եմ, որովհետև տեսել եմ ձեր հայտարարությունը, կնել ասի շատ բարի, ինչ եք ուզում, ու սենց, այդ ժամանակ կոմունիկացիան դառնում արդեն այնքան բազմերանգ ու այնքան սիրուն, որ դու ինչով որ հետաքրքրված ես, սենց թռվռալով էթալու ես, որ տեսնես այդ մարդու ապրանքը կամ այդ մարդու հետ գործ բռնես։ Սենց է դառնում, հա։ Բայց քանի որ մեր մեջ կան վախեր, որ ոնց կլինի դու բացը լինես, ոնց կլինի դու կարողանաս այդպես բացությամբ ինչ-որ միջավայրում լինես, ախր կխոցվես, այդ խոցման վախերը, էլի։ Բոլորը սկսում են ինչ-որ զրթ ու զիբիլ, ինչ-որ բաներ հագնել, ինչ է, ինչ-որ պաշտպանական շերտեր հագնել, ու սկսում են քո հետ ինչ-որ տոներով խոսալ, որ պաշտպանվեն քեզնից։ Այնինչ դու հարցակվելու միտում էլ չունես, դաժե քո բարևից է պարզ, որ դու բացարձակապես միտում չունես հարցակվելու։ Հա, այս ամեն ինչի վրա իրականում մարդ պետք է աշխատի ու մարդը պետք է ինքը իր վրա էդի նկատի,
իր ամեն խոսքով, ամեն դրվագով ինքը նկատի թե իր վերաբերմունքը ոնց տվեց ինքը դեպի մարդուն, որովհետև յուրաքանչյուրը մարդ է ու կախված նրանից թե մենք մարդկանց ոնց ենք վերաբերվում, այդ նույն կերպ մենք վերաբերվում ենք ինքներս մեզ։ Այդ մեզնից է դուրս գալիս այդ վերաբերմունքը, եթե մենք պետք է պաշտպանված վերաբերվենք մարդկանց, դա նշանակում է մենք ինքներս մեր մեջ էլ ենք մեզնից պաշտպանվում։ Մենք վախ ունենք մեզ հարցեր ուղղելու, մենք վախ ունենք մենք մեր մեջ բաց լինելու մեր դեմ, ու սենց հազար ու մի տեսակի բաներ։ Հա, այտենց է։ Պետք չի պաշտպանվել, պետքա բաց լինել ու խոցվելն էլ, չգիտեմ, մեկ կխոցվես, երկուս կխոցվես, բայց կհասկանաս, որ 1000 անգամ ավելի լավ է բաց լինել, մի քանի անգամ էլ խոցվել, որ քո հետ սենց կխոսան, այնց կխոսան, այտենց աններփանեկատ էլի, բայց հաջորդ անգամ դու արդեն խորությամբ կգիտակցես, որ այդ պրոբլեմը ախր քոնը չի, այդ մարդկանց պրոբլեմն է, իրանց պաշտպանողության հարցերն են։ Իրանք են ընտրել այդ ճամփեն ապրելու, իրանք են այդ կերպը ընտրել ապրելու, որ պաշտպանվեն։ Իսկ դու ուզում ես քո օրինակով ցույց տաս, որ եղբայր պաշտպանվելու կարիք չկա։ Բաց եղեք, ազատ եղեք, հանգիստ եղեք, ես չեմ կծելու, ես չեմ հարցակվելու, դուք էլ ինձնից մի պաշտպանվեք ու մի հարցակվեք, հանգիստ մարդանանք, մարդավարի ապրենք։ Էդ է հարցը։ Ինձ թվում է բոլորի ցանկությունն էլ էդ է։ Բայց մարդիկ չեն աշխատում իրանց վրա, ափսոս էլի։ Բա, այսքանը։ Լավ զրույց էր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հա, մի քիչ երկար տևեց դադարը, բայց դե ոչինչ, սենց էլ է լինում։ Խոսենք դեռ շատ։ Հա, կփորձենք ֆորմատներ փոխենք, եթե ֆորմատներ էլ չփոխենք, սենց կա ու հա, սիրուն ֆորմատ է, ես սիրում եմ այս ամեն ինչը ու սիրով եմ անում։ Մերսի շատ։ Օպա